Տեղի է ունեցել սպանություն։ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը հերքվել է կատարված բազմաթիվ քննչական գործողություններով։ 1999 թվականի փետրվարի 9-ին ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարարի մարմինը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքներով։ Այս աղմկահարույց գործով չկա քրեական պատասխանատվության ենթարկված անձ։ Գրեթե 3 տասնամյակ անց քննչական կոմիտեն նախաձեռնել է նոր քրեական վարույթ։ Մարգարյանի թիկնապահներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 27 տարի անց Արտաշիրիմում դատաբժշկական նոր փորձաքննություն եւ շրջադարձային բացահայտում ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունից գրեթե 3 տասնամյակ անց հերքվել է նրա ինքնասպանության վարկածը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունից 1998 թվականի դեկտեմբերի 10-ից գրեթե 2 ամիս անց 1999 թվականի փետրվարի 9-ին ժամը 15:30-ին Երևան-Սևան մայրուղուց նոր հաճն ավանտանող Խաշմերուկին Հարողամայի տարածքում հայտնաբերվել էր ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախին փոխնախարար Արծրուն Մարգարյանի դին հրազենային վնասվածքներով։ Ընդ որում հետաքրքրություն էր ներկայացնում հրազենային վնասվածքների տեղակայումները։ Առաջին հրազենային վնասվածքի մուտքի անցքը գտնվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մասում, իսկ ելքի անցքը հետին մասում։ Կրծքավանդակի ձախ կեսի իսկ երկրորդ վնասվածքը գլխի աջ, այսինքն աջ քունքածոծրակային շրջանի հատվածում։ Մուտքի անցքը եւ ելքի անցքը ձախ ճակատոսկրային շրջանում։ Դեռևս 1999 թվականին նախաքննության սկզբնական փուլում Արծրուն Մարգարյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նրա թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյաններին։ Սակայն նախաքննական մարմինը հանգել էր հետևության, որ Արծրուն Մարգարյանը գտնվելով երկարատև լարված վիճակում դեպրեսիայի մեջ գործել է ինքնասպանություն չգտնելով այլ ելք։ Սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները հնգամսյա կալանքից հետո 1999 թվականի հուլիսի 2-ին ազատ էին արձակվել։ Կալանավայրից դուրս գալուց հետո Ամեկ Պլյուսին տված հարցազրույցում թիկնապահներից Արսեն Խաչատրյանը պնդել էր ինքը մեղավոր չէ։ Գործի հետ ոչ մի առնչություն չունի սկզբից եւ ինչ որ եղել է իրական ճշմարտությունը ես առաջ օրվանից հայտնել եմ իրավապահ մարմիններին։ Արդյունքում սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չէր ենթարկվել, եւ դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի մարմնի վրա արկա է եղել հրազենային 2 վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում։ Գործը նոր ընթացք ստացավ 2025 թվականին, երբ քննչական կոմիտեում նախաձեռնվեց նոր քրեական վարույթ։ Շուրջ 1 տարի կատարված նախաքննությամբ կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում Արտաշիրմում դիակի մասունքներով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն եւ փորձագետի եզրակացությամբ հերքվել է նման պայմաններում Մարգարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը, քանի որ քրեական վարույթի տվյալներով առաջին հրազենային վնասվածքը ստանալուց հետո Մարգարյանը ունակ չէր լինելու ատրճանակը ուղղել իր գլխի հետին հատվածում եւ կատարել կրակոց, այսինքն կոորդինացված շարժումներ կատարելու դեպքում նա դառնալու էր անընդունակ որևէ գործողություն կատարելու։ Կատարված վարութային գործողությունների արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Արսեն Խաչատրյանի արձակած կրակոցներից։ Տեղի է ունեցել սպանություն Արծրուն Մարգարյանի ծառայողական գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Հետևաբար համապատասխան որոշմամբ վերացվել էր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները թիկնապահների նկատմամբ, միջնորդություն է ներկայացվել թիկնապահներից մեկի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, վերջինս նկատմամբ որպես խափան միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան եւ նախաքննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեից նշում են, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նախկին տարիներին չբացահայտված եւ հանրային մեծ հնչեղություն ստացած սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով ակտիվ քննչական գործողություններ են իրականացնում։ Նպատակը մեկն է՝ տարիներ շարունակ անպատասխան մնացած աղմկահարույց գործերի ամբողջական բացահայտումն ու իրավական գնահատականը։ Հիշեցնենք նաեւ, որ 2025 թվականի հուլիսին 27 տարվա վաղեմություն ունեցող քրեական վարույթով հնարավոր եղավ բացահայտել նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունը։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։